Պետրոսիկը և Լուսինը։ Այս պատմությունը մի ցածրահասակ փոքրիկ տղայի մասին է, ինչպես նաև նրա մայրիկի մասին է, որը շատ բարձրահասակ է, նա նաև շատ գեղեցիկ է։ Փոքրիկ տղան խնդրում է իր հայրիկին. եթե ինձ բարձրացնես քո ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ քեզ կտամ։ Զարմիկները կանգնում են կողք կողքի ու հայրիկը բարձրանում է նրանց ուսերին։ Բայց միևնույն է, Պետրոսիկը չափազանց ցածրահասակ է։ Նա գրեթե 1 ամիս անդադար քայլում է ու քայլում։ Ճանապարհի ծայրին փոքրիկ տղան նկատում է իր տունը։ Ճիշտն ասած, նա հալից ընկած է և հոգնածությունից ոտքերը մի քիչ էլ ցավում էին։ Ի վերջո նա հասկանում է, որ ցանկանում է նրանց հետ տալ լուսնից մի փոքրիկ կտոր և բարձրանում է ու քանի որ շատ մարդ կա և ինքն էլ արդեն մի քիչ մեծացել է, հասնում է լուսնին։ Տեսակ վերջապես հասավ Պետրոսիկը, յուրաքանչյուր մարդ միայն մեկ մայրիկ ունի։ Մայրիկին պետք է նվիրել Լուսինը։ Ահա, հեքիաթը վերջացավ։ Իսկ դու կուզես քո մայրիկին Լուսինը նվիրես։ Իսկ տես Պետրոսիկը բոլոր իր բարեկամներին, ընկերներին կանչեց, խնդրեց, որ իրենց ուսերին բարձրացնեն իրեն, որ հասնի լուսնին։ Իսկ դու ինչ միջոց կգտնես լուսնին հասնելու համար։ Հա։ Ին լուսին կնվիրեր։ Իհարկե։ Էլում կնվիրեր։ Այսինքն ես ոչ եմ հանելու, ես եզերագենած եմ, ես լավ տրայեցին եմ, ես կտակեմ, ու ջուրը կրագետա կթերնեմ, կջարդեմ լուսինը, կբերեմ, կջարդեմ։ Ավետ, իսկ դու մայրիկին լուսին կնվիրես, էլ ինչ կնվիրես։ Ծաղիկ, Like this,